Ողջույն բոլորին։ Մենք սոցիալիզմ թիմն ենք Եվ այսօր ձեզ կներկայացնենք սոցիալիզմը, նրա գաղափարները և սոցիալիզմի ուղղությունները։ Սոցիալիզմը մի գաղափարախոսություն է, որը ձգտում է ստեղծել մի հասարակություն, որտեղ բոլոր մարդիկ ունեն հավասար իրավունքներ ու հնարավորություններ։ Այն ստեղծվել է 19-րդ դարի սկզբին։ Եկեք միասին ուսումնասիրենք սոցիալիզմի գաղափարն ու նրա տարբեր ձևերը։ Սոցիալիզմը հնքում ընկած է համայնքի գաղափարը։ Այն կարծում է, որ հասարակության շահերը պետք է գերակա լինեն անհատի շահերից։ Սոցիալիզմը կարևորում է սոցիալական հավասարությունը, համարելով, որ անհավասարությունը վնասակար է։ Ինչպես ասում է հայտնի արտահայտությունը, յուրաքանչյուրից ըստ նրա կարողության, յուրաքանչյուրին ըստ նրա կարիքին։ Սոցիալիզմը նաև ձգտում է ստեղծել սննդակարգ հասարակություն, որտեղ չկա շահագործում։ Մասնավոր սեփականությունը փոխարինում է հանրային սեփականությանը։ Կոմունիզմ հիմնված է Կարլ Մարքսի և Վլադիմիր Լենինի գաղափարների վրա, ձգտում է ստեղծել անդասակարգ հավասարություն հեղափոխական ճանապարհով։ Սոցիալ ժողովրդավարություն ձգտում է բարելավվել աշխատավորների կյանքը խաղաղ բարեփոխումների միջոցով, ընդունելով կապիտալիզմի որոշ տարրեր։ Ժողովրդական սոցիալիզմ դեմ է կապիտալիզմին, սակայն կողմ է հանրային սեփականությանը, բայց փոփոխությունները ցանկանում է կատարել էվոլյուցիոն ճանապարհով։ Սոցիալիզմը հակադրվում է կապիտալիզմին, որը հիմնված է մասնավոր սեփականության և շահույթի վրա։ Կապիտալիզմում հաճախ առաջանում է սոցիալական անհավասարություն, քանի որ որոշ մարդիկ նախընտրում են կուտակել մեծ հարստություն, մինչդեռ մյուսները մնում են աղքատ։ Սոցիալիզմը ձգտում է վերացնել այս անհավասարությունները հանրային սեփականության և սոցիալական արդարության միջոցով։ Ինչպես ասել է Ստալինը, սոցիալիզմը ձգտում է ոչ թե մի քանիսի հարստությանը, այլ բոլորի բարեկեցությանը։ Իսկ հիմա դիտենք տեսանյութը։ Թե հորորվեմ քամիներից, վաղուց անցած հին օրերից, թե փողոցից փողոց անցնել, մտնեմ երգով սարքած այգիս, կամ էլ մեր տուն գնամ ու դուրս նայեմ, ես կտեսնեմ պատուհանից Երևանս, Երևանս, անգին քարս, անգին քարևարտս, Երևանս, Երևանս, Երևանս։ Կապիտալիզմ կամ մասնավոր սեփականություն, մրցակցություն ու ազատություն, բայց նաև կամ մեծ սոցիալական անհավասարություն։ Կոմունիզմը ձգտում էր հավասարության, վերացնելով մասնավոր սեփականությունը։ Լենինը սկզբում ամեն ինչ հանձնեց պետությանը, իսկ հետո մեղմեց նոր տնտեսական քաղաքականության միջոցով։ Ստալինի ժամանակ պետությունն ամեն ինչ վերահսկում էր, իսկ ազատ խոսքը խստի պատժում էր։ Այսպես, կապիտալիզմը ազատություն է, բայց ոչ հավասարություն, իսկ կոմունիզմը հավասարություն առանց ազատության։ Երբ ասում ենք Ստալին, շատերն առաջինը հիշում են երկաթե կարգապահությունը, հզորությունը, բայց նաև վախն ու բռնությունը։ Սակայն ինչպես է Ստալինը փոխել սոցիալիզմը։ Ստալինը սկսեց ղեկավարել Խորհրդային Միությունը 1920-ականների վերջերին, Լենինի մահից հետո։ Նա ուներ մի մեծ նպատակ՝ կառուցել սոցիալիստական հասարակություն միայն մեկ երկրում, առանց սպասելու համաշխարհային հեղափոխությանը։ Սրա համար նա իրականացրեց մի շարք մեծածավալ ծրագրեր։ Նախ արդյունաբերականացումը։ Բոլորը պետք է աշխատեին գործարաններում, արտադրեին պողպատ, մեքենաներ, էլեկտրաէներգիա։ Ստալինը հավատում էր, որ միայն հզոր արդյունաբերությունով հնարավոր է պաշտպանել երկիրն ու առաջ գնալ։ Հետո եկավ կոլեկտիվացումը։ Այն վերցրեց գյուղացիների հողերը և բոլորին ստիպեց աշխատել միասին։ Սակայն սա հանգեցրեց շատ մեծ զոհի և միլիոնավոր մարդիկ մահացան։ Սակայն ավելի մեծ խնդիրը այն էր, որ մարդիկ ոչ մի ձև չէին կարող արտահայտել իրենց կարծիքը։ Այն մարդիկ, ովքեր բողոքում էին, կամ ձերբակալվում էին, կամ գնդակահարվում, կամ էլ համարվում որպես ազգի դավաճան։ Սոցիալիստական Հայաստանում կրթությունը եղել է անվճար և պարտադիր։ Յուրաքանչյուր երեխա պետք է հաճախեր դպրոց, իսկ բարձրագույն կրթությունը նույնպես հասանելի էր շնորհիվ պետական ֆինանսավորման։ Դասավանդումը խստորեն վերահսկվում էր պետության կողմից և ծրագրերը կառուցված էին փոխանցելու ոչ միայն գիտելիք, այլ նաև սոցիալիստական գաղափարներ։
Շատերը օգտվում էին կրթական համակարգից, դառնալով ինժեներներ, բժիշկներ, ուսուցիչներ, անկախ իրենց ծնողների սոցիալական վիճակից։ Հուսով ենք ձեզ դուր եկավ մեր տեսանյութը։ Ձեզ հետ էին Անատոլ Ֆրանսիաման ֆրանսիական կրթահամալիրի աշակերտներ Միլենան, Լիլիթ, Ալվինան, Եվ Մերին։ Ստեսյուն։ Սկսեմ։ հələ մի հատ Ձի եմ գողանալու երեխեք սունքից Ընտանեկան նկարաշողովուրդ չեն։ Լավ ես բոլես Անհավասարություն։ Ալա։ Նելով անդասակա կապ։ Ստոպ։ Շատ վատ է ստալել ասել։ Որ մարդիկ ունեն հավասար իրավունքներ եւ հնարավորություններ Հուսով եմ ձեզ դուր եկավ մեր տեսանյութը։ Ձեզ հետ Անատոլ Էй